Խորամանկ այծարածն ու հիմար հսկան։ Բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Սարի գլխին ժամանակով մի հսկա էր ապրում։ Ոչ ոք չէր համարձակվում նրան մոտենալ։ Մի անգամ այծարածներից մեկն իր հոտը քշեց հսկայի տան մոտերքը։ «Ով կա այդտեղ», մռնչաց ներսից հսկան։ «Ես եմ», պատասխանեց այծարածը։ «Թե համարձակվել ես մոտենալ, այ ես քարի նման կճզմեմ քեզ», գոռաց հսկան և այնպիսի ուժով սեղմեց ձեռքի քարը, որ սա փշրվեց, ավազ դարձավ։ «Ես էլ քեզ այնպես կճզմեմ, որ ինչպես այս քարից ջուր կկաթի քեզ վրա», պատասխանեց այծարածը։ Եվ գրպանից մի կտոր թարմ պանիր դուրս բերեց և ամուր սեղմեց մատների արանքում։ «Իսկ դու չես վախենում», հարցրեց հսկան։ «Քեզնից վախենամ»։ «Բնավ, երբեք», պատասխանեց քաջ տղան։ «Այդ դեպքում եկ կող բռնենք»։ «Եկ», համաձայնեց այծարածը։ «Միայն նախ մի լավ պիտի կռվենք»։ «Լավ կկռվենք, կբարկանանք իրարից, հետո նոր բռունցք-բռունցքի կտանք»։ «Լավ, բայց առաջինը ես եմ սկսելու», ասաց հսկան։ «Սկսիր, որ ուզում ես», պատասխանեց այծարածը։ «Սև մռունց շանսատակ», մռնչաց հսկան։ «Իսկ դու սև սատանա», պատասխանեց այծարածը ու մի նետ ուղղեց հսկայի դեմքին։ «Սա ինչ բան էր», հարցրեց հսկան նետը դուրս բերելով։ «Դա վատ խոսք էր», պատասխանեց տղան։ «Հապա ինչու այսպիսի սուր ծայր ունի»։ «Որպեսզի ավելի լավ տեղ հասնի»։ «Իսկ ինչու այսպես ամուր խրվեց մարմնիս մեջ»։ «Որպեսզի արմատ թողնի»։ «Իսկ դու այդ վատ խոսքերից էլի ունես»։ «Ունեմ», ասաց այծարածը ու երկրորդ նետը խփեց։ «Օ՜, մռնչաց հսկան։ «Դեռ չես բարկացել»։ «Ոչ, սպասիր մի քիչ վատ խոսք էլ գցեմ քեզ վրա, հետո», պատասխանեց այծարածն ու մի քանի նետ ևս խրեց հսկայի մարմինը։ «Հեռացիր ուր կուզես, տար այծերիդ», սարսափած բղավեց հսկան։ «Ես քո այդ վատ խոսքերին որ չդիմացա, բռունցքներիդ ոնց դիմանամ»։ Այս ասելով հիմար հսկան գնաց մտավ անտառն ու կորավ։ Այծարածը մի լավ արածեցրեց իր հոտը ու երեկոյան ուրախ զվարթ վերադարձավ տուն։